Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 2 դեկտեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Տարեվերջին դիտարկել Գավառ համայնքում կատարված աշխատանքները եւ գույքագրել առկա խնդիրները։ Համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է իրականացրել բնակավայրերում։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալներ Գրիգոր Բոշյանի, Մուրադ Մովսեսյանի եւ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքում։ Այցի նպատակը դիտարկել կատարված աշխատանքները եւ 2026 թվականի բյուջեի նախագիծը կազմելուց առաջ առկա խնդիրները վերհանել եւ հնարավորության սահմաններում դրանք ներառել բյուջեում։ Վարչական եւ բնակավայրերի համայնքապատկան կառույցների ղեկավարների հետ Գուրգեն Մարտիրոսյանը եղավ բոլոր հաստատություններում, դիտարկեց առկա խնդիրները, լսեց ներկայացված առաջարկները եւ հանձնարարեց գույքագրել դրանք։ Հիմնախնդիրները հիմնականում մանկապարտեզների, երաժշտական արվեստների դպրոցների, մշակույթի տների, վարչական ղեկավարների նստավայրերի շենքերի, դրանց բակային տարածքների հիմնանորոգմանն ու բարեկարգմանն էին առնչվում։ Բարձրացվեցին ճանապարհաշինության, արոտների ջրարբիացման եւ մի շարք այլ հարցեր։ Ծովազարդում Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց մշակույթի տուն եւ մանկապարտեզ, դիտարկեց առկա ոչ բավարար պայմանները, տեղում քննարկվեցին հնարավոր լուծումները։ Լճափում համայնքի ղեկավարը ծանոթացավ բոլոր ժամանակների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքի շինարարական աշխատանքներին, որոնք կատարվում են համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Գուրգեն Մարտիրոսյանն այցելեց նաև շենքային անբարենպաստ պայմանների պատճառով չգործող մշակույթի տուն։ Հայրավանքում այց կատարվեց մշակույթի տուն, որի մի հատվածն օգտագործվում է որպես վարչական ղեկավարի նստավայր եւ գործող խմբակների համար հարմարեցված տարածք։ Պայմանավորվածություն դեռ բերվեց բարելավելու առկա պայմանները։ Նորատուսում Գուրգեն Մարտիրոսյանը այցելեց գործող 2 մանկապարտեզներ եւ արվեստի դպրոց։ Այս հաստատությունների տնօրենները ներկայացրին շենքային պայմանների եւ տարածքի բարեկարգման աշխատանքների հետ կապված առաջարկներ, որոնք արձանագրվեցին։ Նորատուսում համայնքի ղեկավարը այցելեց նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի տարածքը համայնքի բյուջեի միջոցներով բարեկարգվել է, կահավորվել եւ լուսավորվել։ Գուրգեն Մարտիրոսյանը զրուցեց բնակիչների հետ եւ լսեց նաեւ նրանց առաջարկությունները։ Շրջայցի հաջորդ կանգառը Կարմիր գյուղում էր։ Այստեղ դիտարկվեց չգործող մշակույթի տան շենքի վիճակը եւ քննարկվեց բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնող կառույցի հիմնանորոգման հարցը։ Արվեստի դպրոցում էլ ուսումնասիրվեցին շենքային պայմանները եւ քննարկվեցին դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Գանձակի մշակույթի տանը դիտարկվեց նոր խմբակի գործունեությունն սկսելու համար նախատեսված դասասենյակը, հանձնարարվեց հաջորդ տարի այն վերանորոգել։ Վերանորոգման կարիք ուներ նաև դահլիճը։ Գուրգեն Մարտիրոսյանը դիտարկեց նաև մշակույթի տան նկարչության, կավագործության եւ դեկորատիվ կիրառական արվեստի խմբակների համար հիմնանորոգված դասասենյակը եւ մշակույթի տանը տեղակայված գրադարանում իրականացված աշխատանքները։ Գանձակում ուսումնասիրվեցին մանկապարտեզի շենքային եւ բակային տարածքների պայմանները, դրանց բարելավման ուղղությամբ եւս տրվեցին հանձնարարականներ։ Գեղարքունիքում, Լանջեղբյուրում եւ Սարուխանում եւս այցեր կատարվեցին համայնքապատկան կառույցներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին դրանց պայմանների բարելավումն ընդգրկել առաջիկայում իրականացվելիք ծրագրերում։ Ալբերտ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Մարտունի համայնքում սուբվենցիոն ծրագրերով 3 փողոցների մայթեր են հիմնանորոգվում։ Սեպտեմբերին մեկնարկած աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Մարտունի քաղաքի Դավիթ Անհախտ, Ալաշկերտ եւ Նարեկացի փողոցներում կատարվում են մայթերի սալարկման աշխատանքներ։ Ծրագիրը դարձյալ կառավարություն համայնք գործակցությամբ է շուրջ 75 միլիոն դրամ արժեքով շինարարության համար, 70% հատկացումը պետական, 30%-ը համայնքային բյուջեից է կատարվել։ 3 փողոցներն էլ կարևոր նշանակություն ունեն, Դավիթ Անհախտ եւ Ալաշկերտ փողոցները Մարտունու թիվ 2-րդ եւ 3-րդ մանկապարտեզներ մոտիկացնող ճանապարհներն են, իսկ Նարեկացի փողոցը եւս էլի կարևոր նշանակություն ունի, ինքն էլ մոտիկացնում է ճանապարհը դեպի Մարտունու բժշկական կենտրոն։ Այժմ ընթացքի մեջ է 1047 գծամետր ընդհանուր երկարությամբ մայթերի եզրաքարերի տեղադրումը։ Սեպտեմբերին սկսված շինարարության շուրջ 20%-ն է կատարված։ Մայթերի բարեկարգումը կավարտեն մինչև հաջորդ տարվա փետրվար։ Ժողովուրդը մաքուր ճանապարհով գնան կան, երեխաները պարծես գնան, դպրոց հաճախեն։ Շատ ողջունելի է, կյանքն էլ է փոխվում, որակն էլ է փոխվում։ Արդեն հաստատված է նաև այս փողոցների ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը։ Շինարարությունը կսկսվի 2026-ին։
Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։